Ողջույն հարգելի հետևորդներ, Արմնու լրատվական այսօր հյուրընկալել է Հայ ազգային կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալություն հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, գիտենք, որ Ադրբեջանը Հայաստանի առջև նոր տարածքային պահանջներ է դրել, այս անգամ էլ հերթահասել է Տավուշի մարզին, խոսքը մասնավորապես 4 գյուղերի մասին է։ Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը գնացել էր, հանդիպել էր տավուշցիների հետ, այնտեղ հաստատել էր, որ Տավուշում սահմանագծում եւ սահմանազատում է իրականացվելու եւ ըստ Փաշինյանի, եթե Ադրբեջանի պահանջով սահմանազատում ու սահմանագծում չանենք, ապա նոր պատերազմ է լինելու։ Այս մասին ինչ կասեք, ի վերջո ինչ զարգացումներ են հնարավոր։ Նախ եկեք նայենք, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունենում Ադրբեջանի պահանջների եւ մեր այդ պահանջները բավարարելու տրամաբանության մեջ։ Սկզբում Արցախի բոլոր անառիկ հատվածները տրվեցին Քարվաճառից սկսված եւ մեկնաբանությունը նա էր, որ Ադրբեջանի պահանջները պիտի բավարարենք, որպեսզի փրկենք կարծեմ 30,000 զինվորի կյանք, հետո Սոս եւ Աղավնո գյուղերը պետք է տանք, որպեսզի Ադրբեջանը ճանապարհը բացի, հետո պետք է ամբողջ Արցախը տանք, հիմա Տավուշի 4 գյուղերը, բայց ես ամենօրյա ռեժիմով կարդում եմ ադրբեջանական լրատվականները եւ կարող եմ ասել, որ այդ պահանջները հասնելու են ամենասարսափելի կետին, վերջնակետը Երևանի Կոնդ թաղամասն է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների եւ իշխող էլիտայի ներկայացուցիչների, եւ եթե ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հայտնի հեքիաթի կկվի պես որոշի իր մի ձագը տալ հանուն նոր պատերազմից խուսափելու, ցավոք սրտի մեզանից 1-2 կիլոմետր հեռու մենք ադրբեջանցիների ենք կամ գոնե ադրբեջանական ռազմաբազայի ենք ականատես լինելու։ Պետք է ուղղակի կարողանալ այս շրջապտույտը եւ այս հանձնումների շարանը մի պահ ստոպ տալ եւ համազգային վստահության հարց ունի Նիկոլ Փաշինյանը եւ կարծում եմ օր առաջ պետք է այդ համազգային վստահությանը ինքը դիմի իր ոչին համապատասխան, քանի որ ինքը շատ է սիրում ժողովրդավարության այդ ռեկլամի տակ հանդես գալ եւ պետք է դիմի համազգային ժողովրդական հանրաքվեի եւ հասկանա ժողովուրդը իրոք համաձայն է իրես հեքիաթի կկվի քաղաքականությանը, թե ոչ։ Եվ գնալ գյուղացիներին վախեցնել պատերազմով, դա ղեկավարին ոչ միայն հարիր չի, այլև ամբողջությամբ հակասում է երկրի ղեկավարի պատկերին, որովհետև եթե երկրի ղեկավարը գնում է եւ գյուղացիներին կանգնեցնում է կոտորածի այլընտրանքի առաջ, պարզ է գյուղացիները ստիպված են լինելու, ինչպես նշեցի նախորդ օրինակներում, թողելու դուրս գալ տներից, բայց այս հարցի լուծումը կախված է մեկ կետից եւ այդ կետը Հայաստանում օր առաջ իշխանափոխություն կազմակերպելն է եւ Նիկոլ Փաշինյանը խոհեմ կգտնվի հենց ժամ առաջ եթեր դուրս գալու եւ իր անզորությունը ժողովրդի առաջ ընդունելու հարցում։ Եթե դա չլինի, կարծում եմ անընդհատ այսպիսի տհաճ ու վատ խմորումներ են տեղի ունենալու, ինչպես օրինակ 3 տեղի ունեցավ, երբ ոստիկանները պատերազմ անցած մարդկանց ուղղակի անհասկանալի կերպով բռնի նստեցնում էին ոստիկանական մեքենաների եւ տանում էին ոստիկանական բաժիններ, հետո այդ բաժինի հայտնի դեպքը տեղի ունեցավ, որը իհարկե անընդունելի է բոլորիս համար, բայց պետք է պատճառը հետևանքային կապը հասկանանք։ Պարոն Մկրտչյան, այնտեղ ուշագրավ է նաև, որ տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ էր ներկայացրել։ Ըստ նրա, եթե մենք սահմանագծում ու սահմանազատում չանենք, ապա մինչև շաբաթվա վերջ նոր պատերազմ է հնարավոր։ Սա նախորդ երկուշաբթի օրը տավուշցիների հետ հանդիպման ժամանակ էր, նա այսպիսի հայտարարություն արել։ Պետք է հարցնենք, որն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հանդիպման մասնակիցների հեռախոսները, կապի բոլոր միջոցները հավաքել էին, որն էր պատճառը, որ
գաղտնիության քողի տակ այդ հանդիպումը նկարահանվեց եւ ցույց տրվեց միայն այն մասերը, որոնք որ իշխանական քարոզչամեքենային են հետաքրքիր եւ հաճելի։ Մենք այդ հանդիպմանը մասնակից շատ ներկայացուցիչների հետ կոնկրետ զրույցներ ենք ունեցել եւ շատ ավելի փակագծեր են բացվել այդ հանդիպումից։ Հանդիպումը ամբողջությամբ անցել է վախեցնելու մթնոլորտում։ Մի փոքր կխնդրեմ մանրամասնեք հանդիպման մասնակիցները ինչ մանրամասներ են պատմել Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումից։ Առաջին իսկ րոպեներից Նիկոլ Փաշինյանը վախեցրել է պատերազմով, վախեցրել է նոր հարձակումներով, մարդկանց գյուղացիներին մեղադրել է, որ եթե չհամաձայնվեն իր առաջարկներին, Հայաստանի Հանրապետությունը իրենց պատճառով կանգնելու է պատերազմի առաջ եւ մարդկանց կոնկրետ հարցերին, թե լավ ենթադրենք այս 4 գյուղերն էլ զիջեցինք, հաջորդ պահանջները ներկայանալու դեպքում եւս պիտի ձեր կողմից նման ելույթներ լինեն եւ գնաք արդեն օրինակ մյուս հարևան գյուղերում համոզելու գործընթացներ սկսեք, Նիկոլ Փաշինյանը անդադ խուսափել է պատասխաններ տալ, ասելով, որ հիմա ամենակարևորը այստեղ պրովոկացիա թույլ չտալն է, Ադրբեջանը շատ է ցանկանում միջազգային հանրությանը ցույց տալ, որ իր այսպես ասած դե յուրե ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ըստ Ալիևի դե յուրե Ադրբեջանի տարածքներում այժմ ապրում են հայ խաղաղ բնակչություն եւ թույլ չեն տալիս, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան, այսինքն այն ինչ որ Ալիևը եւ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան այս մի քանի տարիներին բացահայտ ասում է, Հայաստանի ներկայիս ղեկավարը տեղի բնակիչներին եւ գյուղացիներին է փորձել համոզել։ Հիմա արդյունքը տեսնում ենք, որ այդպես էլ հեշտ չի ստացվել, որովհետեւ գյուղացիները անգամ ծիծաղելի են համարել Փաշինյանի այն առաջարկը եւ այն պահանջը, որ դուք ձեր տաներին գին ինքներդ որոշեք, կոպիտ ասած տպավորությունը ստեղծվել, որ Փաշինյանը ցանկանում է գնել այդ գյուղացիներին, այդ 100-200 տների փոխարեն մեր հարկատուներից հաշվին գումարներ վճարելով, փոխարենը տեղահանելով։ Այդ գյուղացիները կարծում եմ իրենց պատասխանը տեղում են տվել եւ այսօր էլ շարունակում են տալ իրենց բողոքի ակցիաները արտահայտելով։ Պարոն Մկրտչյան, ձեր դիտարկմամբ իրավիճակը այսպես վերլուծելով, եթե իսկապես Հայաստանը Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը չկատարի, ապա իսկապես նոր պատերազմ կլինի, թե Նիկոլ Փաշինյանը այսպես հայտարարություններով պարզապես ցանկանում է վախեցնել մեր հանրությանը, որպեսզի ընդվզում նոր չլինի։ Անկեղծ ասած, միգուցե եւ նոր պատերազմ չէ, բայց որոշ էսկալացիաներ միգուցե եւ լինեն, բայց այս խնդիրը այնքան է շարունակվելու, քանի բանակցությունների մեր տրամաբանությունը զուտ որպես զիջող կողմ է ձևավորվել եւ այդ տրամաբանությունը փոխելու մի տարբերակ կա, նորից կրկնվեմ, դա իշխանության փոփոխությունն է, դա արտահերթ ընտրությունների նշանակումն է եւ միայն այդ տարբերակով է հնարավոր բանակցությունները նոր կետից սկսել։ Բայց իշխանությունները կգնան նոր արտահերթ ընտրությունների, մի ժամանակ կարծես նման իսկապես մտադրություն կար, բայց հիմա արդեն հետ են կանգնել իրենց գաղափարից կարծես։ Կարծում եմ րոպե քաղաքացիական հասարակության եւ քաղաքական շրջանակներում ավելանում է այդ պահանջը եւ շատ շուտ, շատ մոտ ժամանակահատվածում դա կդառնա քաղաքական թիվ 1 օրակարգ եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի բախվել այդ իրականությանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել։ Ես կարծում եմ, որ մոտակա ամիսներին մենք ականատես կլինենք դրան։ Իդեպ թե հանրության շրջանում, թե քաղաքական դաշտում այսպիսի մի հակառակ տեսակետ էլ կա, որ նոր արտահերթ ընտրությունները հնարավոր է ել ավելի լարեն իրավիճակը, այդ թվում նաեւ սահմանային։ Դուք ինչ եք կարծում այս մասով։ Դե գիտեք, մենք խոսում ենք իշխանության թեզերի մասին, իշխանությունը բնականաբար չի ցանկանում նոր ընտրություններ, որովհետև քաջ գիտակցում է, որ իր վարկանիշը բնականաբար նախկինի հետ որևէ աղերս չունի, իր վարկանիշը մոտ է նվազագույնին եւ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն մեկ պահանջ երրորդ բևեռի երրորդ ուժի ձևավորման եւ որ պահին այդ երրորդ բևեռը այդ այլընտրանքը ձևավորվեց, ձեզ վստահեցնում եմ, որ այդ նախկիններ կռիվը ավարտվելու է, այդ իրենց նախկինում առաջ չարածները հիշեցնելով պարլամենտում ջուր ծեծոցիները ավարտվելու է եւ Հայաստանում իրական փոփոխություններ են լինելու։ Իսկ ձեր տեսադաշտում մեր քաղաքական դաշտում կա երրորդ ուժ այլընտրանք, որ ուժերին եք դիտարկում որպես։ Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք ականատես կլինենք նման պլատֆորմի, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի ուժեր, որոնք նախկինում իշխանության մաս չեն կազմել եւ ներկայումս իշխանություն չեն եւ միայն այդ դեպքում ժողովուրդը կունենա իրական այլընտրանք եւ քվեարկության օրը կքվեարկի այդ իրական այլընտրանքին։ Մի փոքր կխնդրեմ մանրամասնել ինչ պլատֆորմի մասին է խոսքը։ Եթե հետևել եք մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհրդաժողով, փակ խորհրդաժողով։ Այո, մենք մենք փորձում ենք ստեղծել այնպիսի պլատֆորմ, որ դուրս կգա սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների կռվից եւ կկարողանանք այնպիսի գաղափարական պլատֆորմ ձևավորել, որ ընտրություններին գնալով ժողովուրդը իրական այլընտրանք կունենա, ոչ թե ընտրության կմասնակցի վատի ու վատագույնի միջև քվեարկելով։ Պարոն Մկրտչյան, իսկ շարժումը ինչ ծրագիր ունի, ինչ քայլերով եք հասնելու իշխանափոխության։ Որպես այդ process-ի նախաձեռնող անհատներից մեկը եւ որպես մեր ուժի ներկայացուցիչ կարող եմ վստահաբար ասել, որ մեր սպասելիքները արդարանում են, որովհետեւ ամեն օր մենք հանդիպում ենք այնպիսի անհատների, այնպիսի թիմերի, ովքեր իրոք ունեն Հայաստանի փրկության իրենց տեսլականը եւ մենք մեր առաջ խնդիր ենք դրել մոտակա 1-2 ամսվա ընթացքում այդ պատկերը ամբողջականացնել, այդ փակ հանդիպումները բերել հասցնել մի կետի, երբ արդեն ամբողջ հանրությանը կներկայացնենք մեր կատարած աշխատանքը։ Հիմա կարծես սև աշխատանք է կատարվում։ Այսինքն քննարկումներ են։ Այո, քննարկումներ, ծրագրերի կազմում, ուսումնասիրում, նոր ծրագրերի ձևավորում։ Պարոն Մկրտչյան, 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր շարժումներ արդեն ձևավորվել են ու իրենց նպատակը իշխանափոխությունն են, հա, այսպես ասած հայտարարել, ասել են, որ ամեն գնով հասնելու են իշխանության, բայց փաստացի որևէ շարժման մինչ օրս չի հաջողվելու։ Պատերազմից հետո Հայաստանում փաստացի մինչ օրս իշխանության փոփոխություն չի ունեցել։ Ինչ է կանելու, որ միասնություն շարժումը եւս չդասվի այս մարված շարժումների շարքին, հա։ Ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր շարժումների հանդեպ մի բան պետք է նշել, որ դա Նիկոլ Փաշինյանի երազած ընդդիմադիր process-ներն են տեղի ունեցել Հայաստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել նախկինների արած հանցանքների, բաց թողումների, զանցանքների հաշվին չունենալով սեփական ծրագիր եւ շարունակել է իշխանություն պահել ժողովրդին վախեցնելով նախկինների վերադարձով եւ եթե ընդդիմադիր պլատֆորմը ղեկավարում են այդ ճակերտների մեջ նախկինները, բնականաբար ժողովուրդը արդեն իսկ մասնակից է դարձել Փաշինյանի այդ դիլեմային եւ չի աշխատելու այդ նախկին իշխանությունների միջոցով իշխանափոխություն անելը։ Եվ ի վերջո նախկին իշխանություններն էլ ասելիք ունեն, իրենք պետք է պարզ կանգնեին ժողովրդի առաջ եւ խոստովանեին իրենց բաց թողումները, խոստովանեին այն բոլոր չարիքներն ու սխալները, որոնք իրենց օրոնք են գործվել եւ միգուցե ժողովուրդը ներողամտաբար կանրադառնար նրանց, բայց տեսանք, որ 21 թվականի ընտրություններին ժողովուրդը վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարեց եւ հենց մեր առջև դրված գլխավոր խնդիրը դա է, որ պետք է դուրս գանք այդ սևի ու սպիտակի, վատի ու վատագույնի, ներկայի ու նախկինի
բանավեճից եւ պետք է ուղղակի ծրագրերի բանավեճ լինի։ Մարդը քաղաքացին գնա քվեարկության եւ իմանա քվեարկելու է հանուն ապագա Հայաստանի, հանուն ինքնիշխան եւ հզոր Հայաստանի, թե Հայաստանի, որը ամեն րոպե պատրաստ է Ալիևի քմահաճույքներն ու երազանքները իրականացնել։